Ղազախական ցորենն Ադրբեջանի տարածքով Հայաստան ներմուծվելուց անցել է մոտ 1.5 ամիս, բայց դրա շուրջ աղմուկը պարբերաբար թարմացվում է, հարուցելով տարբեր մտահոգություններ ու վախեր։ Օրերս էլ հանրային գործիչներից մեկն էր ղազախական ցորենից պատրաստված ալյուրի վտանգավորության վերաբերյալ գրառում արել սոցիալական ցանցում։ Գրառումը հազարավոր արձագանքներ ունեցավ ու տարածվեց։ Մարդկանց շրջանում խուճապը չուշացավ։ Նկարում պատկերված ալյուրի հումքը 2025 թվականի նոյեմբերին բերված է Ղազախստանից Ադրբեջանի ճանապարհով։ Պաշտոնապես այն 4-րդ կարգի ցորեն է, որն ընդունված է անվանել անասնակեր։ Սակայն միաժամանակ, ըստ որոշ գիտական պնդումների, ղազախական այդ ցորենը վարակված է ալֆա եւ միկոտոքսիններով, որոնք համարվում են քիմիական ծագման։ Մեկ այլ միջազգային բացահայտման համաձայն ղազախական այդ ցորենը աճեցվել է այն տարածքում, որտեղ միջուկային զանգվածային փորձարկումներ են արվում։ Իսկ կոնկրետ ինչ գիտական պնդումներ ու ինչ միջազգային բացահայտում նկատի ունի գրառման հեղինակը։ Մեկնաբանություններում այս մասին աղբյուրներ տրամադրելու խնդրանքին ի պատասխան նա ներկայացնում է տեղական լրատվամիջոցների հրապարակումներ, որոնցից մեկում ղազախական ցորենի վտանգավորության մասին ընդհանրապես խոսք չկա, մյուսում էլ հղում է արվում անորոշ ազդեցիկ կազմակերպության լաբորատոր հետազոտության։ Ամբողջ Կիրակի օրը ես ստիպված էի նաև մարդկանց նամակներին պատասխանել, արձագանքել, այդ խուճապը ցրել։ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը չունի նույն ալյուրի լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, որպիսի դատողություն անի որակի մասին, բայց այդ ալյուրի սարսափազդու վտանգների մասին հրապարակումներում նա արժանահավատ հիմնավորումներ չի տեսնում։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է ղազախական ցորենի ներմուծման ժամանակ արված լաբորատոր փորձարկումների մասին, որոնց արդյունքում խնդիրներ չեն հայտնաբերվել։ Փորձարկումները եղել են 3 ուղղությամբ։ Բուսասանիտարական փորձարկումների ընթացքում իրականացված միջատաբանական, բուսախտաբանական եւ մոլախոտաբանական հետազոտությունների արդյունքում կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել։ Անվտանգության ցուցանիշների փորձարկումների շրջանակում հետազոտվել են թունավոր տարրերը, ծանր մետաղները, պեստիցիդները, միկոտոքսինները եւ ռադիոակտիվությունը։ Արդյունքում սահմանային թույլատրելի խտություններից շեղումներ չեն արձանագրվել։ Որակի ցուցանիշների փորձարկումների շրջանակում ըստ սպիտակուցի զանգվածային մասի, սոսնձանյութի քանակության, խոնավության եւ զգայաբանական գույն հոտ ցուցանիշների Ղազախստանի Հանրապետության նմուշը համապատասխանել է 3-րդ կարգի ցորենին։ Ի վերջո ամեն ինչ հիմնավորվում է լաբորատոր փորձաքննությամբ։ Լաբորատոր փորձաքննության տարվել են բոլոր վագոններից վերցված նմուշներ։ Մեկը կարող է այդ փորձաքննության արդյունքները հավաստի չհամարել միայն մի դեպքում, եթե ինքն էլ ունի նմուշներ այդ ցորենից եւ այդ նմուշները տվել է լաբորատոր փորձաքննության, խնդիրը հայտնաբերել եւ դրա մասին հայտարարում է։ Դավիթ Պիպոյանը նշում է, միկոտոքսինները կամ բորբոսասունկը կարող է առաջանալ շրջակա միջավայրում, նպաստավոր պայմանների, բարձր խոնավության դեպքում ու ոչ միայն ալյուրի մեջ։ Եվ այս դեպքում անգամ օրինակ արտադրող երկիրը կարող է շատ անվտանգ արտադրել, բայց տեղափոխման ընթացքում, պահեստավորման ընթացքում, եթե չեն պահպանվում պայմանները, բնականաբար ապրանքում կարող է ուրեմն հայտնվել եւ բնականաբար կարող են ունենալ անվտանգության խնդիր։ Բայց ծագման երկիրը այստեղ կապ չունի, այսինքն անկախ նրանից, որ երկրից ենք մենք ներկրում, որևէ մեկը չի կարող չհետևել տեղափոխման, պահեստավորման պայման այս բոլոր պայմաններին։ Սննդագետը կարծում է, հաշվի առնելով թեմայի հանրային ընկալումն ու հնչեղությունը, ճիշտ կլինի, որ պատկան մարմինը փորձաքննության ենթարկի նաև ալյուրը։ ՍԱՏՄ-ն դրա համար բավարար հիմքեր չի տեսնում, ահազանգը թերի ու բացարձակ հիմնազուրկ համարելով։ Որևէ տեղ, որևէ հրապարակմամբ, որևէ կերպ ապացուցվում է, որ տոքսիններով ծլած վատ ցորենն է հատկապես բերվել Հայաստան։ Եթե նման որևէ ապացույց կլինի, որևէ հրապարակում կլինի, որ այո, այս տարածքից, չգիտեմ, ռադիոակտիվ կամ թունավոր կամ ինչ-որ տարածքից հավաքված ցորենն է հատկապես բերվել Հայաստան, ես ձեզ վստահեցնում եմ, մենք անպայման նորից լաբորատոր փորձաքննություն կանենք, բայց ես չունեմ այդպիսի հիմք, պարզապես չունեմ։ Պիպոյանը խնդրահարույց է համարում ՍԱՏՄ-ի պնդումը, թե ղազախական ցորենը 3-րդ կարգի է։ Այն դեպքում, երբ Ղազախստանը հայտարարել է, թե Հայաստան է ուղարկում 4-րդ կարգի։ Ոչ մի վաճառող իր ավելի բարձր կարգի մթերքը չի ներկայացնում ավելի ցածր կարգ, երբ թեկուզ 4-րդ կարգի ապրանք է գալիս, պետք է մարդկանց անկեղծ բացատրել եւ ռիսկերը ցրել, որ շատ ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում, որ օրինակ 4-րդ կարգը խառնվում է ավելի բարձր կարգի ցորենի հետ եւ ստացվում է ալյուր։
Կարծում է այս ու պետական մարմիններից հնչող տարբեր հակասություններն են նաև պարարտ հող ստեղծում, որ սիրողական հրապարակումները լայն տարածում գտնեն։ ՍԱՏՄ պաշտոնյան նկատում է տարբեր լաբորատորիաներում կարող են տարբեր արդյունքներ ստացվել։ Հասկանում եմ, որ այսպես մի որոշակի հակասություն կա, բայց այդպես էլ լինում է եւ հնարավոր է եւ կարող է լինել։ Մենք բազմաթիվ փորձաքննությունների արդյունքներով այդպիսի տվյալներ ունենում ենք։ Տնտեսագետ Հայկ Ասֆանյանը ալյուրի մասին ահաբեկող գրառման այսպիսի մեծ տարածումը նույնպես համարում է պետական ինստիտուտների նկատմամբ վստահության ճգնաժամի հետևանք։ Միևնույն ժամանակ նշում է Ղազախստանն անցած տարի արտահանել է 5.2 միլիոն տոննա ցորեն, այդ թվում Իտալիա, Իսպանիա, Նորվեգիա, երկրներ, որտեղ սննդի անվտանգության բարձր ստանդարտներն Ստվանյանի կասկածից վեր են։ Աննա Զախարյան, Արտակ Գևորգյան, լուրեր։